Մայիսի 4-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում քահանայական ձեռնադրություն էր։ Նախօրեին շաբաթ երեկոյան ժամերգության ավարտից հետո տեղի ունեցավ քահանայական կոչման ընծայում։ Մայրավանքում Սուրբ Էջմիածնի միաբանների ներկայությամբ կատարվեց նորընծաների ուղղափառ հավատքի հրապարակային քննություն։ Խարտավիլակ Տեր Գարեգին Վարդապետ Համբարձումյանը վկայեց ընծայացուների հոգևոր գիտելիքի, պատրաստվածության եւ արժանինքների մասին։ Ի նշան իրենց ուղղափառ դավանության, ընծայացուները միաբերան մերժեցին եւ նզովեցին հերետիկոսներին ու հերձվածողներին, ուխտեցին հետևել Սուրբ առաքյալների, հայոց հայրապետների եւ վարդապետների հավատքին եւ ուսմունքին։ Համաձայն հայ եկեղեցու կարգի նրանք հանձն առան լինելու Տիրոջ դեսպաններն այս աշխարհում եւ բարի հովիվներ իրենց վստահված համայնքների համար։ Հաջորդ օրը Կիրակնօրյա Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Միածնաեջ Մայր տաճարում կատարվեց 7 ուխտյալների քահանայական ձեռնադրությունը։ Արարողությանը ներկա գտնվեց հայոց հայրապետը։ Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ էլ քահանայական ձեռնադրության եւ օծման արժանացան Մայրաթորի տարբեր կառույցներում եւ թեմերում սպասավորող հոգևորականները։ Խորանին էր նաև Խարտավիլակը, որը եկեղեցու անունից խնդրում է սարկավագներին քահանայական ձեռնադրության արժանացնել։ Ձեռնադրման կարգի համաձայն սարկավագները ծնկաչոք բարձրացան տաճարի ավագ խորան։ Խորանից դառնալով դեպի հավատավոր ժողովուրդը, նրանք բարձրացրեցին իրենց ձեռքերը, հաստատելով, որ պատրաստ են ամբողջանվեր ծառայության։ Սուրբ Պատարագի ընթացքում կանոնական աղոթքների ընթերցանությունից հետո ընծայացուներին տրվեցին փիլոն եւ պատարագչի զգեստներ թագ։ Այնուհետև Պարթև Սրբազանը մեկ առ մեկ սրբալույս մյուրոնով օծեց յուրաքանչյուրի ճակատը եւ ձեռքերը, նրանց նոր հոգևոր անուններ տալով։ Հովանես Սարգսակ Ասատրյանը վերակոչվեց Տեր Սեպուհ քահանա, Հարություն Սարգսակ Մարտիրոսյանը Տեր Առեն քահանա, Հովանես Սարգսակ Փահլևանյանը Տեր Եղիա քահանա, Մկրտիչ Սարգսակ Տեր Մկրտչյանը Տեր Մաղաքյա քահանա, Եփրեմ Սարգսակ Եփրեմյանը Տեր Մխիթար քահանա, Տիգրան Սարգսակ Հակոբյանը Տեր Հովսեփ քահանա եւ Մայիս Սարգսակ Կարապետյանը Տեր Վազգեն քահանա։ Ձեռնադրող Սրբազան հայրը նորաուց քահանաներին փոխանցեց նաև հաղորդության սկիհ, նրանց տալով պատարագելու եւ Տիրոջ մարմինն ու արյունը հավատացյալներին բաշխելու իշխանությունը։ Այնուհետև նորաուց քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին։ Սրբազան հայրն իր քարոզում նորաուծներին մաղթանքներ հղեց եւ անդրադարձավ քահանայության խորհրդին։ Խոսելով հոգևոր ծառայության փորձությունների ու դժվարությունների մասին, Պարթև Սրբազանը պատգամեց չընկրկել դժվարությունների առջև, քանի որ դժվարությունների մեջ են դրսևորվում անձի լավագույն որակները։ Բոլորս կարծիք գիտենք, թե ինչպիսի ուրախություն եւ մխիթարություն է ապրում հայոց հայրապետը ամեն անգամ, երբ նոր ձեռնադրյալ քահանաներ գալիս են զորացնելու հոգևորական շարքերը, գալիս են թարմություն բերելու մեր առաքելությանը եւ գալիս են նոր ուժով, նոր եռանդով զորացնելու մեր Սուրբ եկեղեցու առաքելությանը։ Եվ մեծ է հայոց հայրապետի հպարտությունը, երբ իր հոգևորականած դասը խիզախ աներև կերպով պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, որ այդ պահին անհրաժեշտ է եկեղեցուն։ Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ Մայրաթորի միաբաններն ու ներկա հոգևորականած դասը բարձրացան Սուրբ խորան եւ շնորհավորեցին նորաուց քահանաներին, համբուրելով նրանց մյուրոնադրոշ ճակատներն ու ձեռքերը։ Այսուհետ իբրև լիարժեք եւ օծյալ հոգևորականներ պիտի Քրիստոսի վկայողները լինենք մեր ժողովրդի զավակների մեջ, պիտի արժանի կրողները լինենք մեր Սուրբ եկեղեցու, մեր Մայր եկեղեցու բազմադարյա
պատմության ավանդույթները, ուսմունքն ու վարդապետությունը։ Ուրախ ենք շատ ոցակից եղբայրներիս հետ ծառայելու մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, մեր եկեղեցուն, մեր հայրենիքին։ Պատասխանատվություն ավելի մեծ է։ Իհարկե փոխվում է շատ բան կյանքում, որովհետև քահանագործելու ենք, իսկ դա արդեն Սուրբ Հոգու շնորհներով տրված օծություն, ձեռնադրություն է։ Երբեմն մտածում ես, որ քո տկար կարողություններով կարող է չկարողանաս բավարարել կամ իրականացնել այդ առաքելությունը, որը առաջին հայացքից շատ հեշտ է, բայց իրականության մեջ ինքը ահավոր դժվար, բայց քաղցր լուծ է։ Հետագային, սակայն իմ հոգևոր եղբայրների, ավակ եղբայրների խորհրդով հասկացա, որ պետք եմ եկեղեցուն եւ կուսակրոն քահանայի տեսքով եւ որոշեցի, որպեսզի ընտրեմ այս ճանապարհը։ Այսօր մենք մայր տաճարում խոնարհաբար եւ ծնկաչոք կերպով խորանի առջև երթում տվեցինք եւ ուխտեցինք, որ անձնվիրաբար կերպով ծառայեսիրությամբ, անաղարտ հավատքով, անձանձրույթ աղոթքի մեջ պետք է քարոզենք Տիրոջ ճշմարիտ խոսքը մարդկանց մեջ։ Մինչև ճեմարան ընդունվելը սովորել եմ համար 2 քոլեջում, նույնիսկ ուրիշ մասնագիտությամբ, ապահովագրություն, բայց ինչպես ասում են, Աստված կանչեց, ես էլ հետևեցի Աստծո կանչին։ Նախատեսում եմ ավելի հմտանալ աստվածաշնչյան գիտելիքների մեջ եւ Աստծո խոսքի քարոզչության։ Ինչու է այսքան մեծ երջանկություն, որովհետև մեր եկեղեցին 1700 եւ ավել տարիների պատմություն ունի եւ չնայած այսպես ասած իր պատկառելի տարիքին, փառք Աստծո, որ մինչ այժմ, մինչ այս պահը շարունակում է զավակներ պարգևել, հոգևոր սպասավորներ պարգևել մեր ժողովրդին եւ մեր եկեղեցուն հավատացյալ հոտին։ Նույն օրը երեկոյան մայր տաճարում կատարվեց նաև վեղարի տվչության արարողություն։ Տեր Սեպուխ, Տեր Մաղաքիա, Տեր Մխիթար, Տեր Հովսեփ, Տեր Վազգեն քահանաները ստացան վեղարներ եւ համալրեցին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը։ Կանոնի համաձայն ձեռնադրող հոգևորականն ընթերցում է աղոթքներ եւ օրհնում նոր ձեռնադրված եկեղեցականներին, հայցելով Բարձրյալի օգնությունը, Սուրբ Հոգու էջքն ու շնորհները նորաոց աբեղաների համար։ Արարողության վերջում օրհնվում են վեղարները, որոնք աբեղաները ստանում եւ կրում են միշտ՝ ի նշան կուսակրոն քահանայության։ Արժանավոր յակությամբ հարավորելս քեզ, ընթոր եւ ընծկող, այժմ Դավիթյանս հավիտենից ամեն։ Օրվա արարողություններից հետո նորաոց եկեղեցականներին ընդունեց ամենայն հայոց կաթողիկոսը, նորին սրբությունը փոխանցեց իր հայրական օրհնությունն ու պատգամները։ Նորաոց քահանաները Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կանցկացնեն 40-օրյա պատրաստության եւ աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն հայ եկեղեցու տարբեր կառույցներում եւ թեմերում։